Ձեզ մի քանի թեմաներ եք առանձնացրել, սկսենք այս հարցից։ Երեք հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Խնդրեմ։ Փաշինյանի նախաձեռնությամբ այս հեռախոսազրույցը ունեցել է այն բանի պատճառով, որ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի ապրանքները չեն կարող մուտք գործել Ռուսաստան, մի շարք ապրանքներ եւս միացան այդ ձգնապտության խնդիր առաջացավ եւ բացի ծաղիկներից արդեն նաեւ գյուղատնտեսական այլ ոլորտների ապրանքների ներմուծումը փակվեց եւ ըստ էության Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ սա նոր ճգնաժամի հիմք կարող է հանդիսանալ, եթե չասենք, որ փաստացի սա մուլտիպլիկացիոն էֆեկտ է տալու նաեւ մյուս ոլորտների վրա։ Եվ Փաշինյանի նպատակն էր փորձել համոզել Պուտինին, որպեսզի այս խնդիրը ինչ որ ձևի լուծվի, բայց Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը շատ կոշտ էր եւ նա փաստացի նշեց, որ առանց Հայաստանի հստակ դիրքորոշման, թե որ ուղղությամբ է փորձելու զարգանալ Հայաստանը ԵԱՏՄ-ի ճանապարհով թե ԵՄ-ի, Ռուսաստանը չի փոխելու իր քաղաքականությունը։ Ավելին կարող եմ ասեմ, Ռուսաստանի փորձագետների գնահատականներով այս process-ը ել ավելի է խորանալու եւ մինչեւ տարվա վերջ փաստացի պատժամիջոցները արդեն ամբողջական տեսք են ունենալու, որովհետեւ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե ինքը որ ուղղությամբ է գնալու։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը խոսք է տվել Եվրոմիության ղեկավարներին, որ ինքը իր խոսքերով չի կրկնի 2013 թվականի պատմությունը եւ ինքը վճռական է, որ Հայաստանը պետք է գնա դեպի Եվրոմիության ճանապարհով, հասկանալի պատճառներով Փաշինյանը չի փոխելու իր քաղաքականությունը եւ փաստացի ստացվելու է այնպես, որ մինչեւ տարվա վերջ Հայաստանը սոցիալ-տնտեսական լրջագույն ճգնաժամի առաջ է կանգնելու, մարդիկ շատ ծանր վիճակի մեջ են հայտնվելու եւ ես կարծում եմ, որ այս սոցիալ-տնտեսական ճգնաժամի այսպես ասած հետևանքը լինելու է նաեւ խորը քաղաքական ճգնաժամ, նաեւ կառավարչական ճգնաժամ։ Տեսեք, հատկանշական է, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսք է գնացել արտահանման խնդիրների հետ կապված հարցերի լուծման։ Մինչդեռ ռուսական կողմի հաղորդագրության մեջ նման շեշտադրումներ չկան, ըստ էության, այսինքն Ռուսաստանը շարունակում է այս ճնշումը եւ շարունակելու է դեռ այս դեպքում։ Ես կխնդրեմ ավելի մանրամասն եւ երեք ըստ էության հեռախոսազրույցից անմիջապես հետո հայտի դարձավ, որ Ռուսաստանը արգելափակել է Բելարուսով կես փաստաթղթերով ծաղիկների արտահանումը։ Դե գիտեք, դա արդեն անցյալ է, բայց ավելի կարևոր բան նշեմ, որ անմիջապես Փաշինյանի հեռախոսազրույցից հետո Պուտինը հեռախոսազրույց ունեցավ նաև Ալիևի հետ եւ հատուկ նշեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ել ավելի են խորանալու եւ զարգանալու։ Սա ինչ է նշանակում։ Ռուսաստանը մեսիջ է ուղարկում, ասացի, հայ հասարակությանը, որ ինքը հույս չունի արդեն Հայաստանի այսօրվա իշխանություններից եւ ինքը հույս ունի, որ Հայաստանի ժողովուրդը իր որոշումը կայացնի։ Ժողովուրդը կողմ է, որ այս իշխանությունը տանի Հայաստանը դեպի Եվրոմիության ճանապարհով, որի արդյունքում պետք է Հայաստանի ժողովուրդը զրկվի այն պրեֆերենցիաներից, որը ունի այսօրվա դրությամբ։ Ես նկատի ունեմ էներգետիկ ոլորտում, գազի էժան կապված, նաև արտահանման։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանի 2025 թվականի տվյալներով Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմում է մոտավորապես 21 միլիարդ դոլար, որից 7.6 միլիարդ դոլարը միայն Ռուսաստանի հետ էր, իսկ Չինաստանի եւ Էմիրատների հետ կապված այդ շրջանառությունների մեծ մասը էլ ռուսական կապիտալով է պայմանավորված, այսինքն կարող ենք ասել, որ եթե սա այդ ամեն ինչը սա իրար գումարենք, մոտավորապես 21 միլիարդից մոտ 12 միլիարդ դոլարը կապված է կամ Ռուսաստանի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ռուսական կապիտալի հետ։ Նշեմ, որ այս ծրագրի շրջանակներում ընդամենը 2.5 միլիարդ է Հայաստանի շրջանառությունը Եվրոմիության հետ, ընդդեմ այդ 2.5 միլիարդից Հայաստանի արտահանման մասը կազմում է ընդամենը 400 միլիոն եվրո։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ փաստացի այս թվերը, որ մենք վերլուծում ենք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսությունը օբյեկտիվորեն այնքան է շահկապված Ռուսաստանի հետ, որ ցանկացած խզում ռուսական շուկայի հետ կարող է ուղղակիորեն փլուզել Հայաստանի տնտեսությունը, իսկ փլուզման արդյունքում Հայաստանի ժողովրդի կենսամակարդակը անգամներով կարող է, ես էլ չասեմ, որ
կենսակերպը, մարդկանց կյանքի որակը կարող է փոխվել, որտեղ եթե առաջանա տնտեսական ճգնաժամ, եթե առաջանա էներգետիկ ճգնաժամ, ապա մենք հիշենք նորից անցյալ դարի 90-ական թվականները, երբ որ մենք այն ժամանակ ատոմակայանը կանգնած էր, գազի խնդիր կար եւ այլն եւ այլն։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի եւ հասկանա, բայց ժողովրդին սովորաբար դա ներկայացնում է քաղաքական վերնախավը։ Ցավոք սրտի այսօրվա մեր քաղաքական վերնախավի օրակարգը տարբերվում է այն իրական օրակարգից, որի առաջ կանգնած է Հայաստանը, դրա համար էլ հայ հասարակությունը տարերային մակարդակի գետնի վրա է զգում այս process-ը եւ փաստացի չկա այն լայն մտահոգությունը հասարակության մեջ, այդ լայն մտահոգությունը կգա արդեն մի քանի ամիս հետո, երբ որ մարդիկ արդեն իրենց մաշկի վրա կզգան այս ամենը, բայց ցավոք սրտի ես նույնպես եմ կրկնում, ճիշտ կներ այն, որ Հայաստանը չհայտնվեր այսպիսի վիճակում, այսպիսի իշխանություն չունենար, որ անպատասխանատու իշխանություն, որ փաստացի իր աթոռի համար պատրաստի զոհաբերել Հայաստանի ամբողջ շահերը եւ որի արդյունքում մենք ոչ միայն տնտեսական սոցիալական վիճակի մեջ կարող ենք ճգնաժամի մեջ կարող հետևել, դրան կարող է հետևել նաեւ անվտանգային ճգնաժամ, որովհետեւ եթե մենք կորցնենք, այսպես ասած, գազի գնի այդ մակարդակը $177 1000 կուբամետր գազի համար, եթե դա դառնա, ասենք, այսօրվա դրությամբ շուկայական գները մոտավորապես 700-750 եվրո է մակարդակով են, ասեմ ձեզ, դա մոտավորապես գրեթե 5 անգամ տարբերություն կա այս պայծրությամբ, հա, ապա օբյեկտիվորեն մենք կհայտնվենք կամ քարե դարում, կամ մենք ստիպված պետք է գնենք արդեն կախված լինենք ադրբեջանական գազից։ Ադրբեջանական գազից կախվածի հաջորդ քայլը կլինի այն, որ Ադրբեջանը կթելադրի մեզ արդեն իր այն 300,000 ադրբեջանցիների վերադարձը դեպի Հայաստան։ Այսինքն ուզում ասեմ, որ սա սոցիալ-տնտեսական ճգնաժամի, էներգետիկ ճգնաժամի տրամաբանական շարունակությունը կլինի անվտանգային ճգնաժամ, որի վերջնահարցունքը կլինի Հայաստանի պետականության փլուզումը։ Ըստ էության Աստանայում մտված այսպես, հա, 4 երկրների, այսպես ասենք, հա, հայտարարությունը որ կար, ոչինչ չի փոխվել եւ եւս մեկ անգամ Ռուսաստանի նախագահը այդ ԵՄ անդամակցության հետ կապված արամ հանրակրվել։ Հիմա Փաշինյանն այստեղ մանևրելու տեղ ունի, թե ոչ, իմ կարծիքով չունի։ Ես ասեմ ձեզ, որ Ռուսաստանը 8 տարի շարունակ փորձում էր համոզել Հայաստանի իշխանություններին, որ ինքը այդպիսի քայլերի չգնա, բայց քայլ առ քայլ այսօրվա իշխանությունը փաստացի փորձում էր նյարդայնացնել, փորձում էր այդպիսի քայլեր անել, որը այսպես ասած բերեց ի վերջո այս ամենը, ի վերջո համբերության բաժակը լցվեց եւ մարդիկ ասում են մենք չենք ուզում էշի կարգավիճակում ունենալ, եթե դուք ուզում եք գնալ Եվրոմիության ճանապարհով, բարիղի գնացեք Եվրոմիության ճանապարհ, բայց մի օգտվեք մեր պրեֆերենցիաներից։ Իդեպ ես մեր հասարակության ուզում եմ հիշեցնել, որ Եվրոմիության ճանապարհով գնալը դա նշանակում է, որ Եվրոմիությունը պահանջելու է, որ Հայաստանը վերջնականապես ամբողջական խզի իր կապերը Ռուսաստանի հետ։ Հիշեցնեմ, որ Եվրոմիությունը 21 փաթեթ պատժամիջոցներ է կիրառել, ընդունել Ռուսաստանի դեմ, բազմաթիվ բոլոր ոլորտների, եւ ըստ էության ինքը մերժում է այն եթե երկիրը ուզում է դառնալ Եվրոմիության անդամ, պարտադիր պայմանը պետք է լինի, որ այդ երկիրը պետք է խզի իր բոլոր կապերը Ռուսաստանի հետ։ Ես մի վառ օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, Վրաստանում փաստացի վերջերս հիմնվել էր բանի նավթա մշակման գործարան, այսինքն բենզին արտադրող գործարան կար Կուլևի գյուղում, գյուղաքաղաքում, այսպես ասեմ, հա, եւ երբ որ Եվրոմիությունը կասկածել էր, որ այդ Կուլևիում այդ գործարանը հում նավթը ստանում է Ռուսաստանից, այդ 21-րդ փաթեթի մեջ պատժամիջոցների փաթեթի մեջ ներառեց նաեւ Կուլևին, այսինքն վրացական այդ գործարանը ներառեց, որովհետեւ փաստացի այդ գործարանը հում նավթ էր գնել Ռուսաստանից, թեև գործարանի տերերը հայտարարեցին, որ մենք արդեն կդադարեցնենք հում նավթ գնալ Ռուսաստանից, բայց դա չօգնեց եւ ինքը հայտնվեց պատժամիջոցների մեջ։ Հիմա թվերը եթե մենք վերցնենք, Հայաստանի տնտեսությունը շատ ավելի խորն է շահկապված Ռուսաստանից օբյեկտիվ պատճառներով։ Եվ եթե մոտավորապես 21 միլիարդից 12 միլիարդը այս կամ այն չափով շահկապված է ռուսական շուկայի հետ, դա նշանակում է, որ Հայաստանի 60% էկոնոմիկայի պետք է ոչնչացնի, իսկ դա կնշանակի Հայաստանի տնտեսության ուղղակի փլուզում, որտեղ Հայաստանի իրավիճակը, աշխարհաքաղաքական վիճակը, աշխարհագրական վիճակը այնպիսին է, որ ինքը իր ընտրությունը հիմնականում կամ պետք է թուրքական էկոնոմիկայի հետ ակտիվ աշխատի կամ ռուսական իշխանության հետ էկոնոմիկայի հետ, այլ լուրջ էկոնոմիկա օբյեկտիվորեն իր աշխարհագրական հերոսության պայմաններով չի կարող աշխատի։ Հիմա ըստ էության կարելի ասել Հայաստանը այնպես թե այնպես կապված է երկընտրության առաջ, կամ պետք է Հայաստանը ինտեգրվի Թուրքիայի հետ,
կամ պետք է Հայաստանը մնա Ռուսաստանի հետ ինտեգրացված վիճակում։ Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, որ Հայաստանը դիվերսիֆիկացներ իր կապերը այլ երկրների հետ, բայց նույնպես եմ կրկնում, դա այն իշխանությունը կանի, որը իսկապես որակապես նոր իշխանություն կլինի, որակական մակարդակ կունենա, որը առանց ոչ թե կփլուզի հայ-ռուսական տնտեսական կապերը, այլ կփորձի փոխլրացնել հայ-ռուսական կապերը այլ երկրների, այլ շուկաներ հայտնաբերելու համար, բայց նույնպես եմ կրկնում, այս ամենը այս իշխանությունը չի վերաբերում, որովհետև այս իշխանությունը ինչպես որ ինքը քաղաքականության մեջ է, այլ ոլորտների մեջ է, ինչ որ պատերազմ է ինքը տարավ, տեսել ինքը էկոնոմիկայի մեջ է, ինքը ստեցան ցածր որակի մակարդակի մասնագետներով այսպես համալրված իշխանություն է, որը ունի ռազմավարական հայեցակարգ եւ պատկերացումներ եւ օրվա կուրսով է շարժվում եւ այդ օրվա կուրսով ինքը փաստացի անընդհատ նյարդացել է Ռուսաստանին եւ ի վերջո հասել է այն հանգրվանին, որ Ռուսաստանը համբերության բաժակը այդ մարդկանց մոտ լցվել է եւ իրանք ասում են թե դուք ուզում եք փաստացի գնաք դեպի Եվրոմիություն, իսկ այդ Եվրոմիության գնալը, ասեմ ձեզ, բավականին բան, նույնիսկ եթե այսպես ասած Եվրոմիությունը համաձայնվեր Հայաստանին ընդգրկելու իր կազմի մեջ, նույնիսկ եթե Հայաստանը հրաժարվեր հայ-ռուսական բոլոր տնտեսական կապերից, միևնույն այդ ճանապարհը պետք է անցնեն մի քանի տասնյակ տարիներ։ Թուրքիան արդեն մոտավորապես 50 տարի է այս վիճակի մեջ է, Բալկանյան երկրները նույնպես 10 տարուց 15 տարուց ավել սպասում են այդ ամենին, պատկերացնում եք Հայաստանը 10-15 տարուց ավել պետք է սպասի, որ Հայաստանը ոչ մի կապ չունենա Ռուսաստանի հետ եւ ինքը սպասի, թե երբ պետք է Եվրոմիությունը իր կազմի մեջ մտցնի Հայաստանը եւ մի կողմ թողնենք թե ինչ անվտանգային խնդիրներ կառաջանա, մի կողմ թողնենք թե Եվրոմիության ապագան ինչպեսին կլինի 10-15 տարի հետո։ Ես նույնպես եմ ասում, ավանտյուրիզմը չափ ու սահման ունի, այս իշխանության ավանտյուրիզմը անսահման է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության հաղորդագրությունը ԵՄ մտադիր է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը, օգտագործելով վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները։ ԵՄ-ում գիտակցում են, որ եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա Հայաստանը կբախվի խոր տնտեսական ճգնաժամի։ Խնդրեմ։ Դե նույնիսկ պրոբլեմը ստեղ ոչ մի նորություն չկա, տեղ անպայման չի որ Ռուսաստանի ինչ-որ մի գերատեսչություն այդպեսի հայտարարություն անել։ Բայց նրան միանգամից հաջորդը մեկ այլ մեջբերում Պիեր Միրելի հայտարարությունը ԵՄ պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը։ Սա էլ հա մի հատ ֆիքսենք զուգահեռ։ Ախր ես նորից եմ կրկնում, մեր ժողովրդի հետ ոչ մեկ անկեղծորեն չի խոսացել, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա հանրապես ինչ է նշանակում Եվրոմիություն։ Եվրոմիությունը չունի բանակ լուրջ բանը ինքը Ֆրանսիան, Գերմանիան իրենց բանակները, իրենց երկրները չեն կարող պաշտպանել, այլ մնաց այլ երկրներին պաշտպանել։ Հիմա Ուկրաինան որ պայքարում է Ռուսաստանի դեմ, իրենք հնարավորություն են ստացել Ուկրաինայի միջոցով փորձել ինչպես ասած կանխել Ռուսաստանի առաջ խաղացումը դեպի իրենց մոտ։ Սա է խնդիրը, բայց այլ երկրների նկատմամբ Եվրոմիությունը երբևիցե մի ցենտ անգամ չի դնի, որպեսզի այդ երկրի անվտանգության խնդիրը լուծի, որտեղ ինքը չունի այդպիսի հնարավորություն, ցանկության դեպքում էլ ինքը չի կարող այդ խնդիրը լուծել։ Այնպես որ եթե հայ հասարակության մեջ կա մի շերտ, որը մտածում է, որ Եվրոմիությունը կարող է պաշտպանել Հայաստանին կամ Եվրոմիությունը կարող է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել, այդ մարդիկ խորը մոլորության մեջ են, բայց այդ մարդիկ մեղավոր չեն, որ մոլորության մեջ են, այդ մարդկանց չեն բացատրում, այդ մարդկանց Հայաստանում լայնածավալ բացատրական աշխատանք չկա Հայաստանի վերնախավի կողմից, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի մեջ է։ Մեր քաղաքական դաշտը խիստ կլանային բնույթ է կրում։ Մարդիկ իրենց կլանային շահերից դուրս ուրիշ հանրային պատկերացումներով չեն ապրում։ Դրա համար էլ այսպեսի իրավիճակ է, մարդկանց մեծ մասը մոլորության մեջ չի պատկերացնում, թե ինչ հետևանքներ կնեն Հայաստանի համար։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ անցած շաբաթ ձգնարտադրողներն էին կառավարության մոտ, անցած շաբաթ հայտնի դարձավ նաև որ կատնամթերքի արտահանումն է սահմանափակված։ Մենք սպասենք էլ ավելի խստացումների։ Ես ենթադրում եմ, որ ավելի ի վերջո Ռուսաստանը չի թաքցրել հրապարակավ է հայտարարել, որ մինչև դեկտեմբերի վերջ ինքը ամբողջական է դարձնելու պատժամիջոցների ամբողջ ցանկը։ Այսինքն ստեղ մենք ոչ մի նորություն չունենք, վաղը կատնամթերքից հետո կգա արդեն բանը փողերի փոխանցման խնդիրը, հետո վերջապես կգա էներգետիկ խնդիրը։ Հետո վերջապես ես չեմ բացանում, որ վաղը մյուսօր վիզայով արդեն մարդիկ ստիպված կարողանան գնալ Ռուսաստան կամ չգնալ։ Սա ես նույնպես եմ կրկնում, սա ընդհանուր քաղաքականության տրենդ է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն է, որ Հանուն Փաշինյանի աթոռի գնա մեծ ժողովրդների, որի նպատակ անհայտ է, հա, այդ ժամանակ թե ժողովուրդը արդեն իր հետևանքի համար թե ինչ կլինի, ժողովուրդն է պատասխանատվություն կրելու։ Սա է խնդիրը։ Ես մեկ անգամ թվով կասեք, թվերով կասեք, պարոն Բոզյան, ինչ է նշանակում կորցնել այդ շուկան եւ ինչի է վախվելու։ Տեսեք, 21 միլիարդ
դոլարի շրջանառության պարագայում ուղղակի Ռուսաստանի շրջանառությունը կազմում է 7-6 միլիարդ դոլար, 2025 թվականի թվերն եմ ասում։ ԵՄ-ի ամբողջ բանը շրջանառությունը կազմում է 2.5 միլիարդ դոլար, 2.5 միլիարդ եւ 7-6 միլիարդ, բայց դրան գումարենք նաեւ Չինաստանի եւ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը, Չինաստանի հետ 2.5 միլիարդ, ԵՄ-ի հետ 2 միլիարդ, որի մեծ մասը էլի շահկապված է ռուսական կապիտալով։ Այսինքն, եթե Հայաստանը կորցնում է Ռուսաստանի շուկան եւ ընդհանրապես խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա նշանակում է, որ Հայաստանի այդ ամբողջ շրջանառությունը կարող է հասնել մինչև, չգիտեմ, 9 միլիարդ դոլարի չափի, 21 միլիարդից 9 միլիարդ։ Դուք այս պայմաններում այս ժողովուրդը ոնց է ապրելու։ Այս ոչ մեկ չի ուզում թվերով բացատրի։ Ես չգիտեմ, ես ուղղակի զարմացած եմ այս քաղաքական վերնախավի վրա, թե ինչի մարդկանց չեն բացատրում, որ մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի հետագայում եթե վատ վիճակ լինի, այդ մարդիկ հասկանան, թե ինչի է այդ վատ վիճակի մեջ եղել, թե ինչ որ շրջանակների շահավետ է, որ մարդիկ հայտնվում են վատ վիճակում, որ հետո նաև փորձեն շահարկեն եւ սկսեն իշխանության պայքար տանել։ Սա իմ համար ամենազարուրելի վիճակը սա է։ Հիմա գանք մեր ներքին խնդիրներին, տեսեք, պարոն Ծառուկյանի, Հայաստանում քաղաքական հետապնդումները շարունակվում են եւ սրան զուգահեռ իրավապահ համակարգը ամբողջությամբ կենտրոնացած է ընդդիմադիր հայաստեր ունեցող մարդկանց ահաբեկելով, տուն մտնելով, տանում են հարցաքննության, ձերբակալության, կալանքի, խուզարկություններ, ամբողջ երկրում նաեւ հանցագործությունն է վխտում։ Իմիջիայլոց մի թարմ դրվակ կուզեմ ռեպլիկի կարգով կամ ավելի մանրամասն անդրադառնանք, երեկ էլ մենք տեսանք ԿՊԱ-կանի եղբայրը ծեծերի ենթարկվել, այն դեպքում որ ինչ սեռական հայոյանքներ է հնչեցրել եւ ինչին հաջորդել է այդ ծեծը, եւ այսպես հա արդեն իրենք իրար մեջ են նաեւ այս ծեծ ու ջարդը, ըստ էության ինչպես պարոն Սուրենյանցն ասաց, թող Կոնջորյանի եղբայրը գնա Կոնջորյանին ու Կոնջորյանի շեֆին հարցնի, ասի այս բեսպրեդելը ինչի է հետևանքա։ Ես մի բան ասեմ, ընդհանրապես ցանկացած երկրում երկրի ղեկավարը իր վարվելակերպով կնիք է դնում նաեւ մնացած հասարակության այլ շերտերի վրա։ Եթե դուք հիշում եք արևմտյան երկրներում նախկինում ամերիկյան ԱՄՆ-ի ղեկավարները կամ չգիտեմ եվրոպական երկրների ղեկավարները փորձում են իրենց կնոջ ներկայացնեն երեխաներով հանդես գան, եկեղեցի են գնում, որպեսզի ցույց տան, թե ինչ է նշանակում նորմալ երկրի ղեկավար։ Այսինքն իրենք ցույց են տալիս, թե ինչպիսին պետք է լինի վարվելակերպը միջին քաղաքացու։ Երբ որ քո երկրի ղեկավարը նախընտրական արշավում պահանջում է սպանել ընդդիմադիր գործիչներին, կալանավորել, ձերբակալել եւ պես ասած գործում է այդպիսի քայլերի է գնում, ընտրություններից առաջ կալանավորում է ընդդիմադիր առանցքային գործիչներին, հա, պիտակավորում է այդ մարդկանց, հետո մասսայական ձերբակալություն է տանում արդեն ուրիշ մարդկանց, հետո այսպիսի ձևակերպներով է հանդես գալի։ Տրամաբանական է, որ իր ավելի ցածր մակարդակի ԿՊԱ-կանները նույն վարվելակերպով շարժվել են արդեն ուրիշ մարդկանց վրա։ Ես ուզում եմ ասեմ, որ տեսեք, երբ որ այն ինչ որ կատարվեց, օրինակ եմ ասում, Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, Ավետիք Չալաբյանի նկատմամբ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, եթե շատերը մտածում են մենակ այդ մարդկանց է վերաբերելու, չարաչար սխալվում են, որտեղ նույն ԿՊԱ-կանները ավելի ցածր մակարդակով իրենք էլ իրենց մակարդակի ընդդիմադիրների հետ են սկսելու այդ նման պիտի վարվել։ Այդ ընդդիմադիրներն իրենք ձևով են պատասխանելու այդ ԿՊԱ-կանների։ Այսինքն Հայաստանում առաջացել է բեսպրեդելի մակարդակի մի հատ իրավիճակ, որտեղ արդեն մարդկանց փոխհարաբերվելը հենց այդ դրա համար կրիմինալային վիճակը բարձրացել է Հայաստանում։ Դրա համար մարդկանց մոտ հայոյանքը դարձել է բնական բան, այդ հարաբերվելու միջոց, հա։ Դա համար մարդկային մշակութային իմաստով Հայաստանի հասարակության կրթական մակարդակը անգամներով արդեն անկում է ապրել։ Սա նույնպես եմ ասում հետևանք է նրան, որ երկրի ղեկավարի պահվածքը չի համապատասխանում քաղաքակի նորմալ երկրի պահվածքին։ Բայց այսինքն արդեն իրենք իրար մեջ են, չէ՞, ծեծողները։ Ես նույնպես եմ կրկնում, երբ որ դու մի խաղի կանոն ես դնում վերևից, այդ խաղի կանոնը անխուսափելի աշխատում է արդեն ներքևի մակարդակով նույնպես։ Հիմա գանք մյուս իրողություններին, տեսեք, նույն պարոն Ծառուկյանի ըստ էության ունեցվածքը գողանում են բարեբուն իմաստով, պայթում է, հա, այդ իրանցիների հետ կապված թեման, որ քրեական գործ են հարուցել, հիմա նոր հանրային քրեական հետապնդում են նախաձեռնել։ Ես կխնդրեմ այս մասով էլ ձեր տեսակետ արտահայտեք, եւ երբ ամբողջությամբ տերորի են ենթարկում մարդու բիզնեսները, դրա հետևանքով նաեւ այնտեղ աշխատող մարդիկ են տուժում եւ Գևորգ Պապոյանն էկոնոմիկայի նախարարը հպարտորեն հայտարարում է, որ կուլակաթափ են ըստ էության արել եւ սպառնում մինչեւ անգամ այնտեղ աշխատողներին Արարատ ցեմենտի մասին է խոսքը, որ կամ
բարեխղճորեն կկատարեք ձեր աշխատանքը կամ ազատման դիմում եք գրում կամ էլ քրեական եւ արչական վարույթ է նախաձեռնում։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Կուլակաթափության process-ը սա ոչ թե կուլակաթափություն կարող ենք անվանել, այլ բանը սեփականության գողություն կարելի է անվանել։ Եթե դու սեփականության գողությամբ ես զբաղված, ապա եթե այդ սեփականության գողությունը դառնում է խաղի կանոն, ապա ես նորից եմ կրկնում իշխանափոխությունից հետո նույն սեփականության գողությունը շարունակվելու արդեն բայց ուրիշ ուղղությամբ։ Դա շատ տրամաբանական է։ Այսինքն սեփականության երաշիքի խնդիրը փաստորեն ոչնչացված է այսօր։ Եթե շատերը մտածում են, որ սա մենակ Ծառուկյանի վրա հարված է, շատ սխալվում են, որովհետև նույնպես եմ կրկնում, ավելի ցածր մակարդակով, մարզպետների կամ այլ մակարդակով իրանք էլ ուրիշ ավելի փոքր սեփականատերերի սեփականությունը կարող են այդպիսի գողությամբ զբաղվել։ Ինքը դարել է արդեն խաղի կանոն, ավելին կարամ ասեմ, իշխանափոխությունից հետո ոչ մի բարոյական խոչընդոտ չի լինելու, որ արդեն հակառակ ճամբարի սեփականատերերի հետևից ընկնել եւ գողանալ իրենց սեփականությունը։ Հայաստանը մտել է արդեն խայտարակ միջնադարյան մի ժամանակահատվածի մեջ, նույնպես եմ ասում, որտեղ մարդկային փոխհարաբերությունները, սեփականության ինստիտուտի խնդիրը, ուղղակի կիսա ոչնչացված վիճակի մեջ է եւ գնում է այդ ճանապարհով։ Սա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար եւ դրա գլխավոր պատճառը այսօրվա իշխող վերնախավի մտավոր մակարդակի ցածր, բոլոր իմաստներով ցածր մակարդակն է։ Այս մարդիկ պարզապես բացի մուռ հանելուց, վենդետայի խնդրից, բացի իրենց մակարդակի պատկերացումներով խնդիրներ լուծելուց այլ բան չեն պատկերացնում։ Ինչպես որ իրենք լուծում են Ծառուկյանի խնդիրը, ինչպես որ իրենք լուծում են Անդրանիկ Թևանյանի խնդիրը, ինչպես որ կնոջը Արեգ Նազմանուկյանին այսպեսի անմարդկային պայմանների մեջ են դնում։ Իրենք նույն մակարդակով էլ հարաբերվում են Ռուսաստանի հետ, նույն մակարդակով հարաբերվում են Իրանի հետ։ Վաղը մյուս օրը իրենց նույն ձևով վերաբերվել են Ադրբեջանում եւ Թուրքիայում, որտեղ շատ տրամաբանական է, եթե դու փաստացի պահում ես քեզ խաղի կանոն այսպես, ինքը անուղակի բանով բումերանգ էֆեկտով քեզ է վերադարձնելու այլ ձևով։ Սա նույնպես եմ կրկնում։ Ցավոք սրտի սա ամենադասական բանը օրենքներից է քաղաքագիտության մեջ, որը աշխատում է ամբողջ աշխարհում, անկախ նրանից թե այդ երկիրը որտեղ է գտնվում։ Ներողություն, Արեգ Նազմանուկյանի նկատմամբ այս առանձնակի դաշնությունը վերեք կիրառում են եւ ինչն է հատկանշական, այս փուլում մեկ օրինակ Նիկոլ Փաշինյանի մակիննա թե ինչն է, չգիտենք, Աննա Հակոբյանը կանանց իրավունքների մասին է խոսում, կանանց նկատմամբ բռնության ճնշումների մասին է խոսում, խնդրեմ։ Տեսեք, ես sense մի ձևակերպում տամ ընդհանուր առմամբ։ Ընդհանրապես սա արդեն ես ուզում եմ խոսեմ նաև այնպես կոչված արևմտյան, այսպես ասած, արժեքներին, որը իբր քարոզում է այսօրվա արևմտյան երկրների ղեկավարները։ Փաստացի Հայաստանը 2018 թվականից որ հռչակվեց որպես դեմոկրատիայի բաստիոն այս տարածաշրջանում, փաստացի բոլոր խափամմիջոցները այսպես ասած կյանք են կոչում միա պարտադիր մակարդակի կալանքի ձևով։ 2 ամիս կալանքը դա պարտադիր բոլորի համար է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ փաստացի այս խաղի կանոնը, որ այս իշխանությունը տանում է, դրա գլխավոր պատասխանատուն է նաև այսօրվա արևմտյան երկրները, որոնք ուղղակի խրախուսում են Նիկոլ Փաշինյանին։ Դրա վառապատույցներից մեկը վերջի հեռախոսազանգն էր նաև Մակրոնի հետ, երբ որ Մակրոնը փաստացի խրախուսեց Նիկոլ Փաշինյանին շարունակելու այս նույն քաղաքականությունը։ Իշխանափոխությունից հետո հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը վերանայելու է իր մոտեցումները այդ երկրների նկատմամբ եւ ոչ միայն Հայաստանը։ Ես կարծում եմ, որ այդ երկրների նկատմամբ շատ լուրջ փոփոխություններ են ունենալու ամբողջ աշխարհում, որտեղ բոլորի համար պարզ է դարձել այդ մարդկանց փարիսիական մոտեցումը ընդհանրապես մարդու իրանք։ Այդ մարդիկ ոչ մի կապ չունեն արդեն մարդու իրանքների հետ, մարդկային հումանիստական արժեքների հետ։ Այդ մարդիկ բացի իրանք եսասիրական, եսակենտրոն շահերից, ոչ մի բանի այլ բանի ունակ չեն։ Պարզապես եւ ուրիշների կյանքի հաշվին ամենակարևորը։ Հա, միջին արևելյան ժողովուրդները 100 տասնյակ հազարներով, 100 հազարներով փաստացի կոտորածներով մարդիկ տեսան թե ինչ է նշանակում արևմուտքը եւ իրենց պահը։ Ես նույնպես եմ կրկնում, մեր հասարակությունը, այո, մեր հասարակությունը մենք այն սերունդն ենք, որը խորհրդայնությունից դուրս ենք եկել եւ մենք մեծ սպասումներ ունենք արևմտյան արժեքներից, որտեղ խորհրդայնությունը տոտալիտար համակարգ է, տոտալիտար համակարգը սաղին ասած սեղմել էր եւ մարդիկ ուզում էին ազատություն եւ իդեմս արևմուտքի մարդիկ տեսել էին այդ ազատության եւ արժեքների կարեւորությունը։ Հիմա այդ արևմուտքը օգտվելով այդ ամեն ինչից
Հիմա փաստացի ինքը չարաշահելով էս ամենը, ինքը ոչնչացրեց իր գաղափարը մեր այսօրվա մեր հասարակության, մեր ժողովրդների համար։ Սա արդեն տեսանելի է բոլորի համար, որովհետև այն ինչ որ իրենք իրենց անձնական շահերի պատճառով ոտատակ արեցին արդեն արևմտյան արժեքները, դա տեսանելի է բոլորի համար։ Այն մարդիկ, որոնք հիմա գտնվում են այդ անմարդկային վիճակի մեջ, Արեգ Նազ Մանուկյանի օրինակը ասենք, չէ՞։ Օրինակ այս դեսպանները, որ հիմա լուր ոչ մի ծպտուն չեն հանում, թե ինչ է կատարում, հետո իրենք վաղը մյուս օրը խոսալու են արևմտյան արժեքների։ Դուք գրոշի արժեք չունեք, դուք եւ ձեր արժեքները, որովհետեւ դուք արդեն ոչ մի կապ չունեք ոչ պրոգրեսի հետ, ոչ առաջադիմության հետ, ոչ համարտկային արժեքների հետ, ոչ էլ հումանիզմի հետ։ Սա է խնդիրը։ Պարոն Բոզյան, երբ ամբողջ երկիրը, այսպես ասենք, տնտեսությունը գոնե այս մասով ոչ միայն տնտեսությունը, բայց հասցրել են այս աղետալի վիճակի, երբ կոնկրետ հայ մարդը խնդիր ունի իր հոգսը հոգալու, 5 միլիարդի պարգևավճար են իրենց դուրս գրում կամ 13 միլիոն դոլար։ Խնդրեմ։ Դե գիտեք, ես նույնպես եմ կրկնում, երբ որ մենք լսում ենք նման տիպի լուրեր, արդեն զարմանալի բան չկա, երբ որ մարդ, եթե իշխանությունը երբ որ այլասերվում է բոլոր ոլորտների մեջ։ Ինքը այլասերվում է արդեն բոլոր հարցերում։ Ինքը այլասերվում է, երբ որ ինքը անմարդկային պայմանների մեջ է դնում իր հակառակորդներին։ Այլասերվում է, երբ որ կնոջը, փաստացի, այսպեսի անմարդկային պայմանների մեջ է դնում։ Այլասերվում է, երբ որ ըստ էության խուժանությունն ու խուլիգարությունը մտնում է փողոցները արդեն։ Այլասերվում է, երբ որ ինքը իր մարդկանց պարգևավճարներ է բաժանում, երբ որ ինքը նախկինում խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կաշառակերության դեմ, իրենք օրինակացել են այդ կաշառքի ձևը։ Իրենք միջոցով որոշում են կայացել իրենց միջոցով պետական, այսպես ասած, միջոցները իրար մեջ բաժանել եւ անունը դրել են պարգևավճար։ Ես ինչ մասն է խոսքը։ Սա ես նույնպես եմ կրում, Հայաստանը հիմա հայտնվել է մի խայտարակ վիճակի մեջ, որից դուրս գալու համար, չգիտեմ, շատ ավելի ֆունդամենտալ փոփոխություն ապետ, որովհետև նույնպես եմ կրկնում, շատ անսովոր վիճակի մեջ է Հայաստանը։ Հայաստանը երբևիցե այսպեսի վիճակի մեջ չի եղել։ Մենք նախկինների ժամանակ խոսում ենք իրենց բոլոր բացասական երևույթների մասին, բայց այդ երևույթները որոշակի չափեր ունեին եւ որոշակի ֆորմա։ Այս իշխանության բացասական երևույթները արդեն անչափ են եւ ֆորման արդեն դարձել է այնպիսի մի լայն մակարդակի, որտեղ արդեն ոչ մի կարմիր չի երևում։ Գանք նաև արդեն աշխարհաքաղաքական իրողություններին, վերջին տեղեկություններով Իրանը վերսկսել է հարևան մի շարք երկրների թիրախների վրա հարձակումը, պայթյուններ են գրանցվել Սաուդյան Արաբիայի արևելքում, որտեղ գտնվում են նավթագազային ենթակառուցվածքները, տեղական տելեգրամյան ալիքները գրում են նաև Հորդանանում անօթաշու թռչող սարքերի զանգվածային հարվածների մասին։ Խնդրեմ այս մասով, այս ինչքան կզարգանա դեպքերը։ Ես sense ձևակերպեմ, աշխարհը այսօրվա դրությամբ շատ турբուլենտ վիճակի մեջ է գտնվում, ուժ գնանում է ռուս-ուկրաինական պատերազմը, դա խորանում է այդ process-ը, շատ անորոշ է նաև Իրանի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերությունների այդ հարցը, բավականին լուրջ իրավիճակ է։ Իրանը այնտեղ էլ կա որոշակի տարբեր շրջանակներ, որ տարբեր նպատակներ են հետապնդում, որտեղ երբ որ գլխատում ես քո երկրի ղեկավարը գլխատում ամբողջ վերնախավը, բնականաբար տակից դուրս են գալիս ավելի ագրեսիվ, ավելի արմատական կողմնակիցներ, եւ որոնք արդեն այստեղան մերժում են ցանկացած առաջարկ Միացյալ Նահանգների կողմից։ Հիմա Տրամպը հայտնվել է այն թակարդում, որը ինքը մտածում էր, որ թակարդի մեջ պետք է գցի Իրանը։ Ինքը հիմա այդ թակարդի մեջ է հայտնվել։ Իրան շահավետ չի, որ շարունակի պատերազմը, որտեղ հոկտեմբերի կոնգրեսի ընտրություններում ինքը ջախջախից պարտություն է կրելու իր կուսակցությունը, հանրապետական կուսակցությունը, բայց մյուս կողմից Իրանը թույլ չի տալիս, որ ինքը հետ քաշվի, որտեղ ցանկացած պայման ինքը փորձում է ավելի կոշտ դիրքորոշումներ դնել, որի արդյունքում ինքը փորձում է նվաստացնել Տրամպին, բայց նրանք էլ ասում են, թե դուք մեր ղեկավարներին ոչնչացրել եք, մենք ձեզ չենք վստահում, եւ դրա մեջ տրամաբանություն կա։ Նույն Տրամպի, այսպես ասած, շրջապատը այսօր Անկորիջի պայմանավորությունների հետ Պուտինի հետ հրաժարվում է, այսինքն ինքը ցույց է տալիս, որ ինքը պայմանավորվելու բանը իմաստով բավականին անվստահելի գործընկեր է։ Իսկ այս միջազգային հարաբերությունների մեջ շատ կարևոր խնդիր է, որ մարդը իր խոսքի տեր լինի։ Հիմա Տրամպը իր խոսքի տերը չի, սա փաստ է։ Հիմա արդյունքում առաջացել է մի իրավիճակ, որտեղ ոչ մեկ չի կարող վստահ լինել, թե ինչպեսին կլինի, վաղ կլինի պատերազմ, թե կլինի խաղաղություն։ Հիմա դրա համար Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների մեջ կա
ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ, որը նշանակում է, որ կարող են երկու օր ռմբակոծել իրար, երրորդ օրը բանակցել, չորրորդ օրը նույնիսկ ռմբակոծել, հինգերորդ օրը բանակցել, որի արդյունքում բանի նավթի գինը $100-ից էլ արդեն բարձրանում է, եւ ըստ էության դա մոտ է բերելու համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամին։ Սա է խնդիրը։ Եվ սրան զուգահեռ ռուս-ուկրաինական պատերազմին ամեն դեպքում, եթե մի փոքր անդրադառնանք, այս ուժգնացումը ինչով է պայմանավորված եւ որն է սրա վերջնարդյունքը։ Ուժգնացումը պայմանավորված է նրանով, ես նույնիսկ որ Անկորիջի հետ պայմանավորությունները Տրամպը չասեմ, բայց Մարկո Ռուբիոն պաշտոնապես հայտարարեց, որ որևէ պայմանավորություն չի եղել եւ պետք է մենք փոխենք այդ իրավիճակը, իսկ դա ինչ է նշանակում, որ ամերիկացիները համաձայնվել էին ռուսների հետ որոշակի համաձայնության եկել էին, բայց իրանք չկարողացան համոզել ուկրաինացիներին, որտեղ եվրոպական էլիտան մերժեց եւ ամեն ինչ արեց, որպեսզի ամերիկացիների ազդեցությունը չլինի Ուկրաինայի վրա, եւ արդյունքում ուկրաինացիները զգալով այդ բանը ոգեորվեցին եւ կարողացան ռմբակոծել Ռուսաստանի մի շարք օբյեկտներ, հա, նաև ասենք նավթամշակման ցանինգ նավթամշակման գործարանները ռմբակոծին, որի արդյունքում առաջացավ բենզինի սուր ճգնաժամ, որի ի պատասխան դրա Ռուսաստանը փաստացի այսօր ռմբակոծում է արդեն ոչ միայն ռազմական, այլ նաև որոշ չափով նաև քաղաքացիական օբյեկտներ, նույն պորտերը, ես նկատի ունեմ եւ Օդեսան եւ Նիկոլաևը եւ այլն, որի արդյունքում ուկրաինական տնտեսությունը ել ավելի ծանր վիճակի մեջ կարող է հայտնվել, դա նշանակում է, որ պատերազմը խորանալու է, իսկ վերջի Պուտինի հայտարարությունները ակնարկները այն մասին, որ Արևմտյան Ուկրաինայի վրա Ռուսաստանը որևէ հավակնություն չունի եւ ինքը համոզված է, որ վաղ թե ուշ Ուկրաինայի մի մասը հայտնվել է Լեհաստանի կազմում, մի մասը Ունգարիայի, մի մասը Ռումինիայի կազմում, դա մոտավորապես մեսիջ է այդ երկրներին, որ եկեք մենք Ուկրաինան բաժանենք իրար մեջ, քանի որ այդ երկիրը որպես սուվերեն երկիր արդեն չի կարող լինել։ Չեմ կարող ասել ինչքանով է դա հերանեկարային այդ սցենարի զարգացումը, բայց մի բան կարող եմ ասել, որ այն ուկրաինական վերնախավը, որը մտավ այդ հակամարտության մեջ Ռուսաստանի հետ, միգուցե չէր պատկերացնում թե ինչ կլինի, բայց իրենքը մեծ վնաս հասցրեց սեփական ժողովրդին։ Շատ մեծ վնաս։ Մինչև ինչ միլիոնից ավել, արդեն շատ ավելի մեծ թվերի մասին են խոսքում։ Պատկերացնում եք, մոտավորապես 45 միլիոնանոց Ուկրաինայից սովետական միության ժամանակ 52 միլիոն մարդ էր ապրում Ուկրաինայում։ Այսօր մատուցությամբ մնացել է մաքսիմում 30 միլիոնի կարգի։ Պատկերացնում եք, մոտավորապես 10-12 միլիոն մարդ արդեն դրսում են եւ փախել են արդեն։ Բազմաթիվ մարդիկ ժամանակավոր են դուրս գալիս, գնում են եւ տարբեր գնահատականներով մոտավորապես 2.5 միլիոնի կարգի մարդ կամ վիրավոր է կամ անհայտ կորած է կամ էլ սպանված է։ Սա ես նույնիսկ եմ ասում, սա իրականություն է։ Սա մեծ ողբերգություն է ուկրաինական ժողովրդի համար։ Այսինքն ուկրաինական մոդելը, ուկրաինական օրինակը պետք է օրինակ լինի բոլորի համար։ Հիմա վրացիները, որոնք միշտ ձգտել են դեպի Եվրոմիության ճանապարհով, այդ ճանապարհով գնացել են, վրացիները տեսնելով թե ինչ կատարվեց Սահակաշվիլիի ժամանակ, ինչ է կատարում Ուկրաինայում, իրենք կամովին հրաժարվեցին այդ քաղաքականությունից, որի արդյունքում Եմեն փորձում է պատժամիջոցներ կիրառել այսօրվա Վրաստանի իշխանությունների նկատմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը, որը Հայաստանը չէր գնում այդ ճանապարհով, ինքը զորով ուզում է Հայաստանը մտցնել ուկրաինական սցենարի մեջ։ Դուք հասկանում եք ինչ վիճակի մեջ է։ Եվ այս տիպի իշխանությունը մինչև հիմա մնացել է 8 տարի մնացել է։ Ամոթ այս քաղաքական վերնախավին, որը չի կարողացել այս խնդիրը լուծել մինչև հիմա։ Ես ուրիշ բանաձև այլևս չունեմ։ Այսինքն Ռուբիո-Լավրով հանդիպումը մեծ հաշվով ինչ տվեց։ Ռուբիո-Լավրով հանդիպումը ոչ մի բան ցույց տվեց հետևյալ տարբերակը, որ ամերիկացիները ասացին, որ մենք չենք կարող ազդել ուկրաինացիների վրա, ուկրաինացիները ուզում են շարունակել, իրանք համաձայն չեն ձեր առաջարկի հետ։ Ռուսաստանն հայտարարեց, որ մենք մեր խոսքի տերն ենք, դու ձեր խոսքի տերը չեք։ Այսքան բան։